Առավոտը սկսվում է սուրճով, թե լրահոսով։ Իմ դեպքում միանշանակ լրահոսով։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Ամենաշատը վերջին շրջանում ինձ ստիպում է արտասվել, երբ ես հիշում եմ 2023 թվականի սեպտեմբերյան իմ ուղիղ եթերը, երբ ես չկարողացա կարդալ Արցախի կորստի մասին այդ ցավալի լուրը, ու ամեն անգամ այդ շրջանում այդ կադրերը համացանցում պտտվում են, եւ ես իսկապես առանց հուզմունքի չեմ կարողանում դրանք լսել, նայել։ Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի նախագահի հրամանագրով։ Սա երևի ամենացավոտ բանն է, որը ինձ միշտ ստիպում է արտասվել։ Որն է ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Ես կարծում եմ ամենաբարդ գիծը այն է, որ ես պերֆեկցիոնիստ եմ։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի իր տեղում, ամեն ինչ լինի գոնե իդեալականին ձգտող, որովհետև իդեալական ոչինչ չկա, ու գուցե շատ եմ ֆիքսվում մանրուքների վրա։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Անբեկանելի խորհուրդներ կարծում եմ չկան, կան խորհուրդներ, որոնց պետք է հետևել, որոնք պետք է վերլուծել եւ համադրել սեփական կարծիքի հետ ու գալ ճիշտ եզրահանգման։ Երջանկությունը վիճակ է թե որոշում։ Ես կարծում եմ երջանկությունը գիտակցված ընտրություն է, որովհետեւ ինչպես նշեցի մեր զրույցի ընթացքում, երջանկությունը իմ կարծիքով ներսի ու դրսի բալանսն է, քո ներաշխարհի եւ արտաքին աշխարհի, ու ամենակարևորը իրականությունն ընդունելու կարողությունն է, երբ դու կարողանում ես ընդունել իրականությունը, որը քեզ շրջապատում է, սկսած անձնական, վերջացրած հարաբերությունների, գործնական, աշխատանքային, նույնիսկ արտաքինի հետ կապված, դու դառնում ես երջանիկ, դու քեզ հավասարակշռված ես զգում եւ ամեն ինչ ավելի թեթև է անցնում։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Շատ էգոիստական կհնչի, որ ասեմ, ես նայում եմ հայելուն ու ժպտում եմ այնտեղ ինձ ժպտացող մարդուն։